Յոզեֆուսը ու իր 40 ընկերները հրեա զինվորականներ էին ու հռոմեացիների դեմ պատերազմում իրանք շրջափակման մեջ էին։ Դրա համար ինչ էին որոշել։ Որոշել էին, որ սենց շրջանով կնստեն, սենց 1, 2, 3, թող լինի 5 հոգի օրինակ, ու ոնց կանեն, այս առաջի մարդը կսպանի իրենից աջ գտնվողին, այսինքն ստեղ երկրորդին։ Հետո հաջորդ մարդը երրորդը կսպանի չորրորդին, հինգերորդը կսպանի առաջինին, երրորդը կսպանի հինգերորդին, ու նա ով մնաց վերջինը, ինքը արդեն կգործի ինքնասպանություն։ Մենք ուղղակի սրանք անվանենք տենց խաղ ու խաղից դուրս գալ, հաղթել այդ տերմինները կօգտագործենք, ու Յոզեֆոսի մոտ էլ ինքը չէր ուզում։ Ինքը նախընտրում էր հանձնվել, քան թե մահանալ։ Հարց էր գալիս, բա որտեղ ինքը նստի, որ ինքը լինի այդ վերջին մարդը։ Այսինքն 41 հոգի եթե շարված լինի այսենց, ու այդ process-ով շարժվեն, որ մարդն է լինելու վերջին մարդը։ Մաթեմատիկների համար կարանք ոչ թե 41-ի համար փորձենք լուծել, 41-ը կարանք սենց ուղղակի գծենք, անենք, տեսնենք, այլ n-ի համար կամ x մարդու համար, որի որ դիրքում արժի նստել։ Հիմա ոնց որ եթե չգիտենք խնդիրը ոնց լուծենք, կարա միտք չառաջանա ոնց որ այս բանին, այդ ինչ բանաձևով պետքա լինի։ Արժի խնդրի հետ մի քիչ ծանոթանալ, բզբզալ խնդիրը։ Տարբեր արժեքների համար այդ x-ի տարբեր արժեքներ փորձել, տեսնել ինչ է լինում։ Ու կարանք մի հատ աղյուսակի մեջ հավաքենք էլ։ Այստեղ թող լինի x մարդկանց քանակը, հաղթողն էլ եկեք գրենք h վերջին մարդը որպես հաղթող։ Ու նայենք։ Օրինակ ինչ է լինում, եթե կա 5 հոգի կամ 6 հոգի։ Առաջինը երկրորդին է խաղից հանում, երրորդը չորրորդին, հետո հինգերորդը 6-րդին, հիմա առաջինը երրորդին, հիմա հինգերորդը առաջինին ու եղավ հինգերորդը։ Այսինքն 6 հոգու դեպքում եղավ 5։ Ինչ կլիներ, եթե օրինակ 3 հոգի լիներ, 1, 2, 3, առաջինը երկրորդին խաղից կաներ, երրորդը առաջինին, այսինքն 3 հոգու դեպքում էլ եղավ 3։ Եկեք արագ մի քանի հատ բզբզանք։ 2 հոգի եթե լինի 1, 2, մեկը առաջինին հանեց։ Մի հոգի լինի, դե մի հոգի մենակով է, ինքն էլ հաղթեց, ինքն էլ վերջինն է։ 4 հոգի եթե լինի, եկեք 4-ը տեսնենք։ 1, 2, 3, 4, մեկը խաղից հանում է երկրորդին, երրորդը չորրորդին, հիմա առաջինը երրորդին ու 4 հոգու դեպքում էլի հաղթեց, էլի չէ, հաղթեց առաջինը։ Եկեք այս 5-ն էլ լրացնենք ու մի հատ 7-8 գնանք, արդեն հավանաբար բավական տվյալ կլինի վերլուծելու համար։ 1, 2, 3, 4, 5։ Առաջինը խաղից հանում է երկրորդին, երրորդը խաղից հանում է չորրորդին, հինգերորդը առաջինին, երրորդը հինգերորդին։ 5 հոգու դեպքում եղավ 3։ 7-ն էլ եկեք արագանանք։ Առաջինը խաղից հանում է երկրորդին, չորրորդին, 5-ը 6-ին, 7-ը 1-ին, 3-ը 5-ին, 7-ը 3-ին, այսինքն 7 հոգու դեպքում եղավ 7։ Գուցե արդեն նկատեք, որ զույգ թվեր չունենք։ Ինչի՞, որովհետև այսպես որ առաջին իտերացիայի ժամանակ գնում ենք, սկսում է կենտ մարդը առաջինը, ու ինքը հաջորդ զույգին հանում է։ Հետո էլի կենտի հերթ է լինում։ Կենտն էլ հաջորդ զույգին է հանում։ Այսինքն սենց շտապ զույգերը խաղից դուրս են գալիս։ Այս դեպքում հիմա առաջին նույնից կսկսի ու կգա երրորդին խաղից կհանի, հետո հինգերորդը 7-րդին, հիմա էլի առաջինը խաղից կհանի հինգերորդին։ 8-ի դեպքում եղավ համար 1-ը։ Եկեք արդեն սա ուսումնասիրենք։ Գուցե նկատենք, որ թվերը աճելով գնում են, հետո ինչ որ բայց հետ են գալիս նորից 1-ի։ Այստեղ օրինակ 1 3 հետադարձ 1-ին, 1 3 5 7 հետադարձ 1-ին։ Կարանք ուրեմն հետաքրքրվենք, տեսնենք, բայց որտեղ է լինում, որ 1 արժեքն է ընդունում։ 1 ընդունում է 1-ի դեպքում, 2-ի դեպքում, 4-ի, 8-ի, 2-ի աստիճանների դեպքում։ Սա նշանակում է, որ 2-ի աստիճան խաղացողի դեպքում հաղթում է առաջինը։ Իհարկե չի նշանակում։ Կարող է այս փոքր դեպքերից օրինաչափությունից տենց մտածենք, 16-ի համար փորձենք, բարձվի որ չէ։ Եթե ուզում ենք իսկականից այս փաստից օգտվենք, որ 2-ի n-ի դեպքում համար 1-ն է, պետք է այդ փաստը ապացուցենք։ Եկեք հենց դա էլ փորձենք անել։ Պնդում. Եթե խաղում կա 2-ի n մասնակից, հաղթողը լինելու է համար 1-ը, որտեղ n-ը մեր մոտ լինելու է տենց 0, 1, 2, տենց բնական թվերով։ Այստեղ կարանք փորձենք վարվել ինդուկցիայի մեթոդով, ինչի որտեվ տենց հստակ գիտենք սկզբնական արժեք, նաև գուցե նկատենք, որ տենց ինչ որ
զույգերին հանում ենք, կարող է ինչ-որ նախորդ քայլի գալու բան լինի, բայց ամեն դեպքում որ ունենք sense բնական հաջորդականություն, ինդուկցիան շատ բնական մոտեցում է։ Եկեք փորձենք օգտվել։ Նախ հիմնական դեպքը, հիմնարար դեպքը։ Այստեղ n-ը հավասար է 0-ն է լինելու դա։ 2-ի 0, այսինքն մի հոգու դեպքում ոնց է լինում։ Դե եթե մի հոգի է, ինքն էլ հաղթում է։ Այսինքն այս դեպքը ճիշտ էր։ Հիմա մեր ինդուկցիոնի ընդհանրությունը լինելու է, որ եթե կա հոգի, 2-ի կա հոգի, այդ դեպքում մեկը հաղթելու է։ Սա ընդունելու ենք հիմա որպես փաստ։ Մեր սա ինդուկցիոնի ընդհանրությունն է։ Պետք է ապացուցենք, որ 2-ի կա գումարած մեկի դեպքում նույնպես համար 1-ն է լինելու հաղթողը։ 8 հոգու դեպքի համար նայենք ու մի քիչ ավելի ուշադիր նայենք։ Ինչ է տեղի ունենում, երբ մի իտերացիա գնում ենք։ Առաջինը երկրորդին խաղից հանեց, երրորդը չորրորդին, հինգերորդը վեցերորդին, յոթերորդը ութերորդին։ Հիմա սկսում է համար 1-ը, ու եթե նայենք, խաղում կան հիմա 1-ը, 3-ը, 5-ը, 7-ը։ Կարելի է վերահամարակալել, գրել որպես 1, 2, 3, 4, ու սա տեսել ենք, որ այս դեպքում 1-ն էր հաղթում, չէ՞։ Այսինքն ստեղ որ 2-ի աստիճան դեպքում սիրուն առաջի իտերացիայով բոլոր զույգերը հեռանում են ու մնում է սկզբնական քանակի կեսով մարդ, սա մեզ կարող թույլ տա շատ լավ օգտվել այս ինդուկցիոնի ընդհանրությունից։ Այսինքն եթե ունենանք 2-ի կա մարդ, մինչև 2-ի կա գումարած 1 մարդ, այս առաջի իտերացիայից հետո բոլոր զույգերը խաղից դուրս կգան ու կմնա 1, 2, 3 եւ այլն մինչև 2-ի կա մարդ։ Սա վերահամարակալած է։ Ստեղ լինելու են 1-ը, 3-ը, 5-ը, 7-ը եւ այլն, բայց կարանք վերահամարակալենք իրենց։ Ու նույնիսկ ոնց 8-ը գալիս է 4-ի դեպքին, իսկ 4-ի դեպքում 1-ն է հաղթողը, 2-ի կա գումարած 1-ը գալիս է 2-ի կայի դեպքին, իսկ դա ըստ ենթադրության հաղթողը համար 1-ն էր լինում։ Այսինքն ապացուցեցինք։ Ուրա։ Okay, հասկացանք, որ 2-ի n-ի դեպքում 1-ն է, իսկ ինչ եթե 2-ի n չի մեր մոտ ոնց էր։ Ընդհանուր դեպքում բանաձևը ոնց է։ Եկեք նայենք, ասենք 5-ի դեպքը ու էլի մի քիչ ուշադիր լինենք նրան թե քանի հոգի կա խաղում։ Հիմա խաղում կա 5 հոգի։ Եկեք մի քայլ անենք։ Առաջինը սպանեց երկրորդին։ Հիմա երրորդն է։ Քանի հոգի կա խաղում։ 4։ Եկեք հիմա համարակալեմ ըստ նրա թե ովքեր են լինելու հերթով քայլանելու։ Հիմա երրորդն է առաջի քայլը անելու, հետո երկրորդ, հետո սա, հետո սա, հետո սա, չէ՞։ Ու այս դեպքում մենք գիտենք, որ հաղթելու է առաջինը, չէ՞։ Այսինքն հին համարակալումով հաղթելու է երրորդը։ Այսինքն այս 2-ի n դեպքում հաղթում է 1-ը, սրա փոխարեն կարանք պնդումը ձևակերպենք նաև որպես եթե կա 2-ի n մասնակից, հաղթում է նա, ով սկսում է։ Ոնց որ 1-ը այսինքն առաջին մարդ սկսող։ Հիմա 5-ի դեպքում եթե տեսանք հենց 4 մարդ եղավ, ով է սկսում, այդ մարդը հենց դառնալու է մեր հաղթողը, որտեղ կարանք օգտագործենք արդեն մեր ինդուկցիայով ապացուցած թեորեմիկը։ Հարցը գալիս է նրան, թե ողրել թե որ մարդն է սկսելու, երբ որ մնա 2-ի աստիճան հոգի մարդ։ 5-ը օրինակ 5-ի դեպքում իրեն ամոնեմոտիկ աստիճանը 4-ն էր, այսինքն 2-ի քառակուսին էր ու հետո գումարած 1, դրա համար մի քայլ հետո եկանք նրան, որ կար 2-ի աստիճան քանակով մարդ։ Մի քայլ հետո սկսում էր երրորդը, ինքն էլ հաղթեց։ 7-ի համար եթե նայենք։ 7-ը լինելու է մեր մոտ էլի 2-ի քառակուսի գումարած 3, չէ՞։ Հիմա պետք է 3 քայլ անենք, որ գանք 2-ի աստիճան քանակությամբ մասնակցի։ Առաջի քայլով երկրորդն է խաղից դուրս գալիս, երրորդ քայլով չորրորդը, հինգերորդ քայլով վեցերորդը, հիմա քայլը երրորդին, յոթերորդինն է։ Ու յոթերորդն է հաղթելու։ Տակ, տակ, տակ։ Այսինքն 3 քայլ հետո 7-րդի հերթն էր, 7-րդը հաղթեց։ Ու ընդհանուր առմամբ դժվար չի նկատելու ապացուցել, որ սենց զույգերին հանելով, տենց 2-2 թռիչք անելով գնում ենք, հաղթողը լինում է ընդհանուր բանաձևով եթե գրենք 2-ի, այս եթե L-ով անվանենք օրինակ, 2-ի L գումարած 1/3 մարդը։ Կարանք փորձենք էլ ուրիշ թվերի համար, բայց այս պատմությունն է մեր մոտ հիմա ստեղ։ Այս էլ մեր ճիշտ բանն է։ 4-ի դեպքում օրինակ նույնպես կաշխատի, որովհետև 4-ը ուղղակի միանգամից կասենք, որ ինքը 2-ի 2 գումարած 0-ն է, 0 քայլ հետո էլ լինելու է 0 անգամ 2 անգամ 0 գումարած 1, այսինքն առաջինը, ու մեր առաջինը հաղթի։ Հիմա եկեք վերադառնանք Յոզեֆուսի դեպքին ու 41 հոգու համար պարզենք։ Նախ 41-ին ամենամոտիկ 2-ի աստիճանը դա 32-ն է,
2-ի 5-ը։ Ու հետո մնում է 9 մարդ։ Հիմա առաջինից սկսելով պետք է 9 քայլ անենք։ 1, հետո 3, հետո 5 եւ այլն, ու գալու ենք 9 անգամ 2 գումարած 1, այսինքն 18 գումարած 1, 19-ին։ Ու հաղթողը հենց 19-ն է։ Այստեղ կարանք մի հատ որպես լրացուցիչ հետաքրքրող փաստ նայենք, թե ոնց կարանք ստանանք պատասխանը, եթե գրենք այս ամեն ինչը երկուական համակարգով։ Նախ մի հատ արագ հիշեցում ոնց կարանք երկուականով գրենք, 41 օրինակ, կարանք փորձենք գրել 2-ի աստիճանների գումարի տեսքով, այսինքն 2-ի 5, 32-ն էր սա։ Հիմա գումարած 32 հետո հաջորդ 2-ի ամենամեծ աստիճանը, որ կարանք գումարենք, 2-ի 3-ն է, գումարած 8-ը։ 32 գումարած 8, հիմա մի հատ գումարած 1 ունենք, այսինքն գումարած 2-ի 0։ Սա եթե գրենք որպես 1 անգամ 2-ի 5 գումարած լրացնենք բոլոր աստիճանները, 0 անգամ 2-ի 4 գումարած 1 անգամ 2-ի 3 գումարած 0 անգամ 2-ի 2 գումարած 0 անգամ 2-ի 1 գումարած 1 անգամ 2-ի 0, այս 1 ու 0-ները, այսինքն ներառում ենք համապատասխան 2-ի աստիճանը թե չէ, այդ կլինի հենց իր բինար գրառումը։ Այսինքն սա լինելու է 1 0 1 0 0 1 թիվը։ Ու այսրանից եթե ուզում ենք ստանանք հաղթողին, մեզ պետք է հանել 2-ի ամենամեծ աստիճանը, չէ, այսա, կարանք այսա փոխարինենք բերենք այստեղ, ու սա համապատասխանելու է իրականում 1 գումարած այս տակը մնացած ամեն ինչը անգամ 2-ով, այսինքն համապատասխանելու է այս թվին հիմա 0 1 0 0 1 1, այս 0-ն դե հեչ, սա լինելու է 2-ի 0 գումարած 2-ի 1 գումարած 2-ի 2 2-ի 3, սա էլ 2-ի 4 գումարած 2-ի 4, այսինքն 1 գումարած 2 գումարած 16, այսինքն 19։ Այս մոտեցումով այս բանձավը ավտոմատ ստացվում է, այսինքն այս առաջի մեկը տարանք ուղղակի վերջ։ Այսպիսի բաներ։ Հարցերի դեպքում համեցեք մեկնաբանություններ ու ձեզ լավ օր։